Որն է կտակի և նվիրատվության տարբերությունը։ Բարև ձեզ, ես փաստաբան Լիլիթ Թարջիմանյանն եմ։ Եթե առկա է կտակ, գույքի նկատմամբ իրավունքների փոխանցումն իրականացվում է կտակարարի մահվան դեպքում, իսկ նվիրատվության գործարքի պարագայում իրավունքի փոխանցումն իրականացվում է գործարքի պահին։ Արդյոք հնարավոր է փոփոխել կտակը։ Կտակարարն իրավունք ունի կտակ կազմելուց հետո ցանկացած ժամանակ վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու իր կտակը, ընդ որում նա պարտավոր չէ նշել կտակի վերացնելու, փոփոխելու կամ լրացնելու պատճառները։ Ինչ կարգով են կնքվում անշարժ գույքի վերաբերյալ գործարքները։ Անշարժ գույքի վերաբերյալ գործարքները, օրինակ առուվաճառքը, նվիրատվությունը կամ վարձակալությունը, կնքվում են նոտարական կարգով և 30-օրյա ժամկետում ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեում։ Եթե այս պահանջը չի պահպանվում, ապա գործարքն առաջին չէ։ Իսկ դուք իրավաբանական ինչ հարցեր ունեք, գրեք մեկնաբանություններում։ Ձեզ հետ փաստաբան Լիլիթ Թարջիմանյանն էր։ Եթե իրազեկ եք, ապա պաշտպանված եք։ Կհանդիպենք։